գաղափարները։ Բարելույս սիրելի ունկնդիրներ, ամենառավոտը եթերում է, ամենառավոտը ուղիղ եթերում է եւ ամենառավոտը տեսանելի է։ Մեր օրվա կարևոր բաղադրիչներից է թվերի աշխարհին անդրադառնալը, մենք իհարկե խնդրում ենք, որպեսզի դրամի աշխարհի փոփոխությունները ձեզ վրա իրենց ներգործությունը չունենան, բայց այսօր որոշել ենք այդ ներգործության հնարավոր վեկտորները բացահայտել ու այս առավոտը մեզ համար եւ արդեն ձեզ համար էլ ֆինանսական բնույթ է ունենալու մի քիչ բացահայտումներով լի։ Օրը սկսել են Ֆինկայի գլխավոր կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանի եւ մարքեթինգի վարչության ղեկավար Էրենա Բալայանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ, որ օրը մեզ հետ եք սկսել ու վստահ եմ մեզ համար ունեք նորություններ եւ ինֆորմատիվ է լինելու հարցազրույցը բացի բացահայտումներից։ Առաջին հերթին եկեք մոբայլ հավելվածի գործարկումից սկսենք, ինչու, որովհետեւ բանկային ոլորտում կարծես ժամանակի հրամայական է դարձել լավ զինված mobile application ունենալը։ Դուք գործարկել եք հավելվածը, ինչի արդյունքում է դա եղել, որովհետեւ դուք էլ հասկացաք, որ ի վերջո թե հաճախորդներից այդպիսի պահանջ կա, թե անհրաժեշտությունը կա, թե բանկային ոլորտն է դա թելադրում։ Շնորհակալություն հրավերի համար։ Պատճառները տարբեր են։ Առաջին մեծ պատճառը ժամանակի հրամայականն է, աշխարհը գնում է դեպի թվային տրանսֆորմացիայի եւ մենք էլ չենք ուզում անմասն մնալ այդ տրանսֆորմացիայից։ Երկրորդը իհարկե նաեւ հաճախորդների կողմից արկա պահանջմունքն է, մենք սպասարկում ենք ամբողջ Հայաստանի հաճախորդներին, հեռակա գյուղերում բնակվողներին եւ երբեմն գյուղաբնակ մեր հայրենակիցներին փոքրինչ դժվար է լինում առողջին։ Հաստատեցի ձեր խոսքը։ Շնորհակալ եմ։ Փոքրինչ դժվար է լինում գալ մասնաճյուղ, կտրել 30-40 կիլոմետր հասնել մասնաճյուղ եւ հետեւաբար ավելի նպատակահարմար եւ դյուրին է լինում օգտագործել առցանց հարթակները, այդ թվում նաեւ մոբայլ հավելվածը։ Ինչ առավելություններ ունի ձեր հավելվածը։ Հենց ձեր ռակուրսից ասեք։ Առավելություններից մի քանիս նշեմ, նախ ի տարբերություն ֆիզիկապես IT եւ ֆիզիկապես հայտերի դիտարկման, որոնք սովորաբար տևում են մի քանի ժամ, այս բaragայում կարող ենք հաճախորդների վարկավորման, տրամադրման որոշումներ եւ տրամադրումները կայացնել մինչև 1-2 րոպեների ընթացքում։ Մյուս առավելությունն այն է, որ հաճախորդները կարող են հայտեր ուղարկել, հայտերը դիտարկենք եւ հեռավար գրանցման միջոցով կարողանան դառնալ հաճախորդ Ֆինկայում առանց ստիպված լինելու իրենց գյուղատնտեսական աշխատանքները թողնել եւ գալ հասնել մասնաճյուղ։ Մանավանդ այս սեզոնի, երբ համատարած գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում Հայաստանում, իրենց գյուղացիներին իրենց գործից կտրել եւ մասնաճյուղ բերելը բավական բարդ process է մեզ համար։ Իրենա, որպես մարքեթինգային քայլ, ինչով հավելվածի գործարկումը օգնեց ձեզ։ Ինչ աշխատանքային գործիք դարձավ սա ձեզ համար։ Հավելվածի գործարկումը նոր ենք սկսում։ Դեռ մեծամասշտաբ շուկա չենք մտել, բայց սկսել ենք մեր հաճախորդներից, որպես մարքեթինգային աջակցություն հավելվածը բնականաբար այսօր մարքեթինգը եւս գնում է դեպի դիջիտալ հարթակներ, թվային հարթակներ եւ հավելվածը մեզ համար ամենակարևոր գործիքն էր, որը կլրացներ մեր թվային մարքեթինգին եւ ի հավելումն այն գործունեությանը, որ մենք իրականացնում ենք մարքեթինգի ոլորտում, մեր ամբողջ շղթան կլինի թվային, այսինքն թվային ենք դարձնում ամբողջովին, սկսած մարքեթինգից, վաճառքից եւ վերջացրած արդեն ծառայությունը մատուցելուց։ Եվ քանի որ խոսեցինք նաեւ մարքեթինգից, օգտվելով առիթից կուզենայի նշել նաեւ որ շուտով մեր հավելվածը կունենա նաեւ առավելություններ ծառայության մատուցման արժեքների տեսանկյունից, ավելի մատչելի քան փաստացի այցելության դեպքում եւ դրա մասին ավելի փակագծերը կբացենք հետագայում, երբ որ արդեն ֆիքսված կունենանք, բայց նաեւ կունենանք հետաքրքիր խաղարկություններ, մրցույթներ մեր հավելվածի օգտատերերի համար, այնպես որ թող հետևեն մեր սոցիալական էջերին եւ կտեղեկանան մեր հավելվածի նաեւ այդ առավելությունների մասին։ Դե հիմա քայլ անենք դեպի քայլ առ քայլ արշավ, որը ունի կրթական կոմպոնենտ, որը ունի
կրթական կարևորություն, մի քիչ այ փակագծերը գոնե այստեղ բացեք, որպեսզի ունկնդիրները պատկերացնեն ինչի մասն է խոսքը։ Շատ լավ, քայլ առ քայլ արշավը սկսեց այն հանգամանքից, որ ֆինկան բացի ֆինանսական կառույց լինելուց նաև կրթական մեծ կոմպոնենտ ունի իր գործունեության շրջանակում եւ որպեսզի մենք կարողանանք ավելի շատ մարդկանց հասանելի լինել եւ միայն դասընթացի շրջանակներում չմատուցենք գիտելիքները, կլինեն ֆինանսական թե գյուղատնտեսական գիտելիքներ, որոշեցինք սկսել քայլ առ քայլ արշավը համացանցի միջոցով, սոցիալական մեդիայի միջոցով եւ հասանելի դարձնել կրթությունը նաեւ այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես հնարավորություն չունեն այցելելու դասընթացներին ու ներգրավել ենք Հայաստանի լավագույն մասնագետ գյուղատնտեսության ոլորտում Նունե Սարուխանյանին, գիտությունների տեխնացու, ով պրակտիկ շատ գեղեցիկ ձևով մատուցում է գյուղատնտեսության նորարարական գիտելիքները եւ մենք կարճամետրաժ տեսանյութերի միջոցով մատուցում ենք այդ գյուղատնտեսական հետաքրքիր մոտեցումները, փոփոխությունները, որտեղ ինչպես գիտեք, կլիման նույնպես փոխվում է եւ մեր գյուղատնտեսությունը եւս կարիք ունի փոփոխվելու համահունչ կլիմայի, հետեւաբար մենք կարևորում ենք նաեւ մեր հաճախորդների եւ ոչ հաճախորդների, ովքեր բնակվում են գյուղական համայնքներում, իրականացում են ֆերմերային գործունեություն, նրանց նաեւ եկամուտի ապահովումը, որի հիմքում ընկած է կայուն եւ ճիշտ գյուղատնտեսությունը։ Հենց դա է քայլ առ քայլի նպատակը եւ իմաստը։ Մենք բարբերաբար խոսում ենք մեդիա գրագիտության մասին, բայց ֆինանսական գրագիտությունը նույնպես զուգահեռ է քայլում, որովհետեւ եթե ֆինանսական գրագիտություն չունենաս, բանկային համակարգից ճիշտ չես էլ կարողանա օգտվել։ Խնդրում եմ հուշել, թե ձեր հաճախորդների հետ համեմատականներ անցկացնելով կարող ենք ասել, որ ֆինանսական գրագիտությունը ինչ որ բավարար աստիճանի վրա է եւ ֆինկան ինչով է նպաստում այդ գրագիտության զարգացմանը։ Ճիշտ հարց եք բարձրացնում, ֆինանսական գրագիտությունը Հայաստանում խոցելի ոլորտներից է, բայց կարող եմ փաստել, որ վերջին տարիների ընթացքում բանկային ֆինանսական համակարգի զարգացմանը զուգահեռ մեր հայրենակիցները ավելի ֆինանսապես գրագետ են դարձել։ Ինչպես խնայել, ինչպես եկամուտները ճիշտ բաշխել ամսվա ընթացքում եւ այլն։ Եվ որպեսզի ֆինանսական գրագիտությունը մեր հաճախորդների եւ նաեւ ոչ հաճախորդների մեջ ավելի ամրապնդվի ու բարձրանա, մենք նաեւ շատ հաճախ տարեկան մի քանի անգամ ֆինանսական գրագիտության դասընթացներ ենք անցկացնում մարզերում, ինչպես նաեւ Երևանում հաճախորդների եւ ոչ հաճախորդների համար։ Կարող եմ փաստել, որ մոտավորապես տարեկան անցած տարի մոտավորապես եւ այս տարվա մեր թիրախն է մոտ 1000-ից ավել։ Այո, 1000-ից ավել հաճախորդների եւ ոչ հաճախորդների, ես ուզում եմ շեշտել ոչ հաճախորդների, որովհետեւ մեր շեշտադրումը միայն հաճախորդների ֆինանսական գրագիտությունը, կրթվածությունը բարձրացնելը չէ, այլ նաեւ ոչ հաճախորդների եւ այս տարի 1000-ից ավել հաճախորդներ եւ ոչ հաճախորդներ ֆինանսական գրագիտության դասընթացներ կստանան ֆինկայում, մասնաճյուղերում, Հայաստանի բոլոր մարզերում։ Իսկ հետաքրքրվածության աստիճանը այս պահին արդեն գնահատելի է, ինչ եք կարծում, ինչ արդյունքներ ունեք, ինչ ֆիդբեքեր ունեք։ Հետաքրքրվածության աստիճանը նաև պայմանավորված է մենք ինչպես կմատուցենք։ Եթե մենք կարողանում ենք ճիշտ մատուցել եւ որ անում ենք հասարակության շրջանակում, որ դրա կարևորության եւ անհրաժեշտության մասին, հետեւաբար իրենք ավելի տեղեկացված են լինում եւ ավելի շատ ցանկություն են ունենում մասնակցելու դասընթացներին։ 26 տարվա պատմություն ունեք դուք ընկերներ։ Սա քիչ չէ, մեղմ ասած։ Ձեր գործունեության նոր վեկտորները կան, թե դուք ավելի պահպանողական եք։ Ինչ նորություններ եք բերում առաջ այս տարիների ընթացքում, որպեսզի ավելի ճանաչելի լինեք, ավելի շատ զարգանաք, որպեսզի ձեր պատմության հետ համընթաց նաև զարգացումը քայլի։ 26 տարին կատակ չէ, բայց ես ուզում եմ նշել, որ ֆինկան եւ ունի իր հիմնակարային, այսպես ասած, տեսլականները, որոնք
մինչ օրս այդ տարիների ընթացքում պահպանվել են եւ նաեւ փորձում ենք ավելի դարձնել այն ժամանակակից, ավելի ժամանակին համահունչ, օրինակ նույն ֆինանսական ոլորտում մեր ծառայությունների մատուցումը եթե մենք նայենք այս 26 տարիների ընթացքում ինչպիսի շարժ է ունեցել, ապա կտեսնենք, որ ամբողջ ի սկզբանե սկսած խմբային վարկավորումներ, տարբեր տեսակի վարկավորումներից հիմա հասել ենք արդեն մոբայլ վարկավորման, այսինքն մենք գնում ենք ժամանակի հետ համահունչ, փորձելով, այո, իհարկե, բնականաբար, եւ նույնիսկ նույն աշխատակիցների վերաբերմունքի, աշխատակիցների շրջանակում մշակույթի փոփոխության մեջ ենք տեսնում այդ ամենը, այսինքն մշակույթը է փոխվում, գործունեության տեսակներն են փոխվում, բայց նաև ուզում եմ նշել, որ կան հիմնակարային հստակ կոմպոնենտներ, որոնք մենք պահպանում ենք, օրինակ շատ կարևորում ենք կանանց դերը բիզնեսում, ձեռներեցության մեջ փորձում ենք խթանել, ի սկզբանե դա եղել է հենց Finca-ի ստեղծման, ոչ միայն Finca Հայաստանի, այլ Finca Global-ի ստեղծման հիմքում դա է եղել, որպեսզի խթանեն կանանց դերը ձեռներեցության շրջանակում։ Finca Global-ը ավելի քան 40 տարի է որ գործում է ամբողջ աշխարհում։ Ի սկզբանե շատ փոքր վարկերից է սկսվել աջակցելու կանանց խմբերին եւ մինչ օրս մենք փորձում ենք մեր բոլոր գործունեության կոմպոնենտներում ավելի կարևորել կանանց դերը։ Դա օրինակ դա հիմնակարային կոմպոնենտ է, որ մենք ունենք այսօր։ Վարդան, ես կուզեմ մի քիչ թեքենք վեկտորը այս 26 տարիների ընթացքում մարդիկ, որոնք ձեզ ընտրում են, պիտի պատճառներ ունենան։ Ես ուզում եմ դուք խոսեք ձեր սպասարկումից, որովհետև մարդը գնում է այնտեղ, որտեղ իրեն լավ են վերաբերվում, որտեղ ամեն բան հասկանալի է, որտեղ կա պարզ ասած որակյալ սերվիս։ Այ մի քիչ այս մասին խոսեք։ Այո, ճիշտ եք, մենք ունենք հաճախորդներ, ովքեր ավելի քան 20 տարիներ հենց մեզ մոտ են զարգացրել իրենց բիզնեսը։ Երևի ամենաառաջին քայլը մեր պրոֆեսիոնալ թիմն է, թիմը իսկապես շատ պրոֆեսիոնալ է եւ պահանջված շուկայում եւ հաճախորդները նախընտրում են սպասարկվել պրոֆեսիոնալ թիմում։ Երկրորդ շատ կարևոր նախապայմանը, որ մեզ են ընտրում, դա երևի արժե համակարգն է, որի մասին արդեն խոսեցինք։ Հաճախորդամեծ սպասարկում, ինչքան կարևոր են հաճախորդները մեր համար։ Երրորդ կոմպոնենտը մեր արագությունն է, որքան արագ ենք մենք սպասարկում հաճախորդներին եւ դա մեր մրցակցային առավելություններից է։ Մեկ այլ կոմպոնենտի մասին որ կուզեմ նաեւ խոսել, դա մեր շուկայում առկա որոշակի առավելություններն են, որոշակի պրոդուկտների մասով, վարկավորման պրոդուկտների մասով։ Տեսեք, մենք սպասարկում ենք այն հաճախորդներին, ում եկամուտները չգրանցված են Հայաստանում։ Դրանք հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող հաճախորդներն են, նրանք ովքեր տարբեր բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակում, տարբեր այգիներ ունեն եւ բնականաբար իրենք ինչ-որ վարձու աշխատող չեն եւ ամսական աշխատավարձ չեն ստանում։ Սա հենց մեր առավելությունն է, որ մեր պրոֆեսիոնալ թիմը կարողանում է ճիշտ վերլուծություններ կատարել, ճիշտ հասկանալ հաճախորդների եկամուտները, եւ մենք այն ամենախոցելի խմբերից մեկին, ովքեր հաստատված եւ գրանցված եկամտի աղբյուր չունեն, բայց ուզում են բանկավորվել, որոշակի բանկերից, որոշակի ֆինանսական ծառայություններից օգտվել, մենք հենց նաեւ իրենց ենք սպասարկում եւ այդ միջոցով նաեւ օգնում ենք նշված հաճախորդներին մուտք ունենալ ֆինանսական աղբյուրներ, որը որ շատ կարևոր է այսօր Հայաստանում դժվար գտնվի մի մարդ, ով կարող է ապրել առանց ֆինանսների եւ առանց որևէ ֆինանսական կառույցի հետ որոշակի աշխատանքների։ Սերվիս կենտրոններ, սա նոր կոնցեպտ է ձեզ համար, դե մենք էլ մտածում ենք, էլ ինչ սպասարկում առանց սպասարկման կենտրոնի։ Ինչ է առաջարկելու Finca։ Տեսեք, սերվիս կենտրոնը, սպասարկման կենտրոնները ավանդական մասնաճյուղերից տարբերվում են հենց իրենց գործառույթներով։ Մենք որոշել ենք, որ պետք է ֆիզիկապես թվային տեխնոլոգիաներին զարգացմանը զուգահեռ ֆիզիկապես որևէ ինչ-որ հասանելիություն ունենալ մարզերում, հեռավոր մարզերում ապրող մեր համաքաղաքացիների, համագյուղացիների համար։ Բայց քանի որ մասնաճյուղ ունենալը, ֆիզիկական մասնաճյուղ ունենալը բավական մեծ ծախսերի հետ է պայմանավորված, միտքը առաջացել է այդտեղից, որ պետք է ունենանք ավելի ծախսեր խնայող հասանելիություն մեր հաճախորդների համար։ Սերվիս կենտրոնները, սպասարկման կենտրոնները իրենք գրեթե բոլոր ֆունկցիաները իրականացնում են հաճախորդի պարզապես ավելի
խորհրդատվական կենտրոններ են, մեր տեսլականը այն է, որ պետք է հաճախորդը գա, թվային տեխնոլոգիաներից օգտվի, պարզապես մեր խորհրդատու մասնագետի ուղղորդմամբ։ Օրինակ շատ հաճախ կլինի, երբ օրինակ ինչ-որ յուղացի կարող է գալ եւ հեռախոսային վարկավորումից չկարողանալ օգտվել կամ սմարթֆոն չունենալ կամ այդ պահին ինտերնետ չունենալ։ Մենք նաև փորձում ենք աջակցել իրենց այս հաճախորդներին, ովքեր որ հասանելիություն չեն ունենա թվային տեխնոլոգիաներին, բայց կուզենան ֆինանսական ծառայություններից օգտվել, մեր խորհրդատու մասնագետի միջոցով օգտվել այդ ծառայություններից։ Եվ նայ սպասարկման կենտրոնները փորձում ենք սպասարկման կենտրոնները դարձնել նաև դասընթացների կենտրոններ, իրենք նաև այդ ֆունկցիան ունեն, որտեղ նաև հաճախորդները եւ ոչ հաճախորդները կարող են տարբեր տեսակի դասընթացներ, որոնց մասին արդեն ես եւ Երևան խոսեցինք, ստանալ Ֆինկայից։ Ահա։ Հաջորդ կոմպոնենտը, որին ուզում եմ անդրադառնամ, CRS-ն է կամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, որը բանկերին շատ բնորոշ գործունեության ճյուղ է, եթե այդպես կարելի է ասել։ Դուք այս մասով ինչ քաղաքականություն ունեք եւ սոցիալական որ շերտերն են, որ վեկտորներ են, որ ձեր թիրախում են։ Շատ լավ։ Հիմա կխոսեմ սոցիալական պրոյեկտից, ուղղակի կուզենայի հավելել նաև, որ մեր սերվիս կենտրոններում կան նաև փոքրիկ գրադարաններ, գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական գրքերով հագեցած, որ ցանկացած համայնքաբնակ կարող է այցելել մեր սերվիս կենտրոն, այնտեղ կան հարմարություններ, նստել, գիրք կարդալ, իր կրթական ժամանցը անցկացնել նաև այնտեղ։ Դա նաև ի հավելում են, ինչ անցնեմ սոցիալական պրոյեկտներին, թեպետ դա եւս սոցիալական պրոյեկտի ինչ որ մի մաս է կազմում։ Ֆինկայում մենք սոցիալական պրոյեկտները իրականացնելիս հիմնական շեշտադրությունը դնում ենք կրթության, առողջության եւ համայնքի կայունության վրա։ Այսինքն մենք խոսեցինք կրթական կոմպոնենտի մասին, թեպետ այստեղ մի քիչ փակագծերը բացեմ, ավելացնեմ, որ բավականին հաճախ մենք նաեւ դասընթացներ եւ հանդիպումներ ենք կազմակերպում երիտասարդ սերունդի հետ, ներկայացուցիչների հետ, դպրոցների, համայնքային դպրոցների երեխաների հետաքրքիր ֆինանսական խաղեր ենք կազմակերպում, փորձում ենք դպրոցներին աջակցել գույքով, օրինակ ունեցել ենք նաև դեպքեր, որտեղ համակարգչային սենյակներ ենք հիմնել, գրադարաններն ենք հագեցնում դպրոցների։ Այս կրթական կոմպոնենտը բավականին նաև կարևոր է մեզ համար երիտասարդ սերունդի շրջանակում։ Սոցիալական պրոյեկտներից է մեր կրթությունը, որը որ գյուղատնտեսական կրթությունն ենք մենք նաև շեշտադրում, ես նշեցի այդ մասին, քայլարշավի մասին նշեցինք։ Դա շատ կարևոր նաև տեսնում ենք մարդկանց հետաքրքրվածությունը թե դիտելիությունների տեսանկյունից, թե նաև հարցումների, նաև մեզ դիմելու տեսանկյունից, դա կրթականն է եւ երրորդ կոմպոնենտը նաև համայնքամետ կոմպոնենտն է, փորձում ենք համայնքներին աջակցել անհրաժեշտ չգիտեմ, ինչպիսի ինստիտուտներ, կառույցներ որ ունեն եւ կարիքներ ունեն, փորձում ենք բացահայտել եւ ինչ որ բանով նաեւ համայնքներին աջակցել։ Օրինակ վերջերս հունիսի 1-ին վերազինել ենք ընդհանուր 7 մանկապարտեզի գույք ենք նվիրաբերել, վերազինել ենք համայնքային 7 մանկապարտեզներ, թե սահմանամերձ եւ թե ոչ։ Այսպիսի ծրագրեր ենք իրականացնում, որը որ ավելի թիրախային է, որը որ հենց հասնում է կոնկրետ շահառուին, համայնքին եւ ինչու՞ չէ նաեւ նշեմ մի փոքրել կանանց մասով մեր սոցիալական պրոյեկտները, որ իրականացրել ենք ճիշտ է նախորդ տարի ենք իրականացել տարիներին, բայց նաեւ շարունակական է լինելու, կանանց աջակցում ենք բիզնեսի զարգացման գործում։ Ունենք եւ սոցիալական տեսանկյունից կարևոր վարկային տեսակ, որը որ ամենամաչելի մեր վարկային ծառայություններից է, հատկապես հենց կանանց համար, նրանց բիզնեսին, փոքր բիզնեսը զարգացնելու համար, նաեւ ունենք նրանց խորհրդատվությամբ աջակցելու, մարքեթինգային կոմպոնենտներով աջակցելու պրոյեկտներ, այսպես մեր սոցիալական պրոյեկտները այսքանն են եւ շարունակական։ Եվ ամփոփելով զրույցը,
Հաջողության պատմությունները միշտ հուզում են, միշտ բոլորին հետաքրքրում են եւ ընկերությունները, որոնք անցել են ճանապարհ, ունեն այդ պատմությունները։ Այդ դուք ինչ պատմություններ ունեք ձեր հաջողորդների հետ, այդ մեր օրերում շատ հաճախ ասում են success story-ներ, որոնք են ձեր հաջողության պատմությունները եւ ովքեր են մարդիկ, որոնք ընտրում են ձեզ, ովքեր են ձեր հաջողորդները։ Երեի թվային էլ կներկայացնենք հաջողության պատմությունները առանց անուններ տալու։ Մենք ունենք հաջողորդներ, ովքեր սկսել են մեր հետ համագործակցությունը մի քանի 100,000 դրամից, այսօր Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։ Եվ ունենք բազմակի նման հաջողորդներ, իրենք խոշոր արդյունաբերողներ են Հայաստանում, իրենց ապրանքանիշները բոլորից համար շատ ճանաչելի են, ներողություն խնդրում անուններ չտալու համար։ Ուզում նաև նշել, որ ունենք հաջողորդներ, ովքեր ոչ թվային առումով են հաջողության պատմություններ յարդել եւ իրականում մենք կարևորում ենք ոչ միայն թվային առումով հաջողության պատմությունները, այլ նաև ոչ թվային եւ ոչ նյութական առումով, որտեղ մեր ամեն ֆինանսավորումը որևէ հաջողության պատմություն է։ Օրինակ մենք կարող ենք ֆինանսավորենք որևէ հաճախորդի որոշակի գումարի չափով եւ իր բիզնեսի կայացման միջոցով ինքը իր ընտանիքի հաջողության պատմությունը ստեղծի, երեխաներին կրթություն տա, երեխաների ապագան ստեղծի եւ դրանք մեր համար յուրաքանչյուր հաջողություն, հաճախորդի ինքնին արդեն մի հաջողության պատմություն է։ Ես մի հաջողության պատմություն հիշեցի հենց նոր մեր հաճախորդներից մեկներ, ով հենց մեր 25-ամյակի հավաքի ժամանակ պատմեց իր հաջողության պատմությունը, Արտուրի հաջողության պատմության մասին կպատմեմ, նա այն մեր հավատարիմ հաճախորդներից էր, ով պատմում է, որ երիտասարդ ժամանակ երբ ընտանիք է ուզել կազմել եւ բնակարանի տան հարց է ունեցել, ինքն էլ գյուղատնտեսությամբ էր զբաղվում, մոտեցել է տարբեր բանկերի եւ ոչ ոք իրեն գումար չի տրամադրել տուն գնելու համար։ Մենակ ֆինկանը կարողացել իրեն աջակցել, ճիշտ է փոքր գումարներով փորձել են աստիճանաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւ այսօր նրան տարբեր բանկերից առաջարկում են տարբեր վարկեր, տարբեր վարկային ծառայություններ, բայց միևնույն է նա հավատարիմ է մնում ֆինկային, միայն այդ մարդկային տեսանկյունից նաև որ իրեն առաջին օգնությունն է ցուցաբերել։ Ուզում եմ նշել, որ այսօր Արտուրը ունի տուն, 4 երեխա, ունի մեծ նռան այգիներ եւ արժանի հայ է մեր երկրի համար։ Եվ դա մեր հաջողության պատմություններից մեկն է, որ սուպեր հենց նոր հիշեցի ու ամեն անգամ Արտուրի պատմությունը հիշելիս մի քիչ էլ հուզվում եմ, որովհետև իրականում շատ ինքն էլ իր ընտանիքն էլ շատ լավ մարդիկ են, ամեն ողջույն Արտուրին։ Ֆանտաստիկ ամփոփում մեր զրույցի համար, շնորհակալ եմ ձեզ, հաջողություն եմ մաղթում։ Սիրելի ունկնդիրներ, ամեն առավոտի տաղավարում Ֆինկայի գլխավոր կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանը եւ մարքեթինգի վարչության ղեկավար Իրենա Բալայանն էին։ Ես շնորհակալ եմ, լավ օրվա ընթացք եմ մաղթում։ Շնորհակալություն, Սոնա ջան։